Կարգալուծությանս մասին տեղեկացա համացանցով եւ փառք ու գոհություն եմ հայտնում Աստծուն, որ այդ օրը ինտերնետ ունեի, միգուցե 1 շաբաթ կամ 2 շաբաթ հետո դրա մասին կիմանայի, ինչը նաեւ ճիշտ չեմ համարում, հա, մի մարդ, մի հոգեվորական, որ իր ամբողջ կյանքն է դրել, այսպես ասեմ, մեր եկեղեցու զոհասեղանին, որպեսզի կարողանա այս եկեղեցին պայծառացնել, ավելի լավը դարձնել եւ պատկերացրեք, որ այդ մարդուն հեռացնում են ասպարեզից ու այդ ամեն ինչը տեղի է ունենում Facebook-յան տիրույթում։ Ինչքան առհամարական վերաբերմունք պետք է ունենաս քո քահանայի, քո սպասավորի նկատմամբ, որ անգամ համացանցով, հա, փորձես իրեն հեռացնել եկեղեցուց, ինչը եւս մեկ անգամ հաստատում է, որ այս եկեղեցու մեջ խնդիր կա, այդ նույնն է, որ ընտանիքի հայրը իդեպ իրենք շատ են շեշտում, հա, այս բառագան, որ սա ընտանիք է, ընտանիքի հարցերը եկեղեցու ներսում են լուծվում, ընտանիքի ներսում են լուծվում, բայց պատկերացրեք, որ համացանցը այս տիրույթը այլևս չի խոսում այն մասին, որ իրենք առհասարակ ընտանիքի գաղափար ունեն։ Իսկ ինչ վերաբերում է կարգալուծությանս, այո, ես համաձայն չեմ կարգալուծության հետ, որովհետև այն մարմինը, որը որ հրապարակել է այս տեքստը, առհասարակ կարգապահական հանձնախումբ կոչվածը ինքը ֆիկտիվ կառույց է, ձևավորվել է վերջերս, նախորդ 3 կաթողիկոսների ժամանակ նմանատիպ ինստիտուտ չի եղել կարգապահական մարմին կոչված եւ ձևավորվել է այս կաթողիկոսի օրոք, պայմանավորված նրանով, որ իր կաթողիկոսական տարիներին շատ հոգեվորականներ են կարգալույծ եղել եւ սա հասարակության մեջ արդեն դժգոհություններ էր առաջացնում, թե այս կաթողիկոսը ինչու է այդքան հոգեվորականների կարգալույծ անում, կարծես այս ամեն ինչը իրեն էր վերագրվում եւ խուսափելու համար նմանատիպ խոսակցություններից Մայրաթոր Սուրբ Էջմիածինը ստեղծեց այսպիսի մի մարմին, որ պատասխանատվությունը չմնա ամենայն հայոց կաթողիկոսի վրա։ Կարգապահական հանձնախումբը ինքը ուղղակի քննող մարմին է, ինքը պետքա վերցնի, վերլուծի, հասկանա թե իրականում ինչ է տեղի ունեցել, ում իրավունքներն են խախտվել, ով է, այսպես ասած, իր իրավունքներից զրկվել եւ այս մարմինը վստահեցնում եմ ձեզ, որ ամբողջական քննություն չի արել, որովհետեւ եթե արդարություն է, այդ արդարությունը, եթե օրենքներ գոյություն ունեն, պետքա գործի բոլորի համար։ Կապ չունի, հա, այդ մեղքը գործել է հասարակ սարկավագը, թե եպիսկոպոսը։ Նույնը նաեւ ինձ հետ եղավ, որ այն մեղքերը, որ գործել էր եպիսկոպոսը, ուղղակի իրենց ընկերն էր, որտեւ կարգապահական այդ հանձնախմբի մեջ կային մարդիկ, որ Մկրտիչ Սրբազանի հետ ընկերություն էին անում, ու հիմա ընկերոջը գործ էր պաստվել, այսպես կներեք իմ արտահայտության համար, որ այսպես եմ խոսում, եւ իրենք էլ բնականաբար եպիսկոպոսի ցանկությունները պետքա ուրեմն իրականացնեին, բայց ես համոզված եմ, որ այս կարգապահական հանձնախումբը ինքը այս իմաստով որևէ դերակատարություն չունի իր խոսքը արտահայտելու, որովհետեւ ես գիտեմ, որ ամենայն հայոց կաթողիկոսն է եկեղեցու մեջ որոշում յուրաքանչյուր հարց։ Ուրեմն ինքը ոչ թե վավերացնողն է եղել, այո, վավերացնողն էլ է եղել, բայց եւ նաեւ համոզված եմ, որ ինքը հրահանգներ է տվել, որ կարգապահական հանձնախումբը այդ որոշումը կայացնի։ Եվ ես նաև այսօր առավոտյան պահանջել եմ իրենցից հիմքերը, թե ինչ հիմքով են, հա, ինձ կարգալույծ արել, որովհետև կարգալույծության հիմքերը, որոնք որ իրենք, հա, ներկայացրել էին, շատ այսպես վերացական էր ինձ համար, եւ այնտեղ չէր շեշտվում, թե եկեղեցական կանոնագրքով, իսկ կանոնագիրքը եկեղեցու սահմանադրությունն է, որը արդեն 25 տարի է եւ ավել, առհասարակ հայ առաքելական եկեղեցու մեջ չի բացվում։ Իսկ եթե դու օրենքներով չես գործում, ուրեմն անհատի ցանկություններով ես գործում։ Ու այս տարիների ընթացքում ես շատ եմ նկատել, որ եկեղեցին գործել է ոչ թե օրենքներով, այլ ամենայն հայոց կաթողիկոսի հրահանգներով։ Հետևաբար իմ կարգալուծությունը ես օրինական չեմ համարում, պարզաբանումներ եմ խնդրել իրենցից եւ պահանջում եմ, որ իրենք այդ պարզաբանումները տան եւ ունենան։ Գիտեք, ասեք։ Տեսեք, կա հստակ մեղադրանքներ, զրպարտություն, ապա տեղեկատվության տարածում, պատարագի ծեսի խախտում, սրանք բավարար հիմքեր չեն։ Ուրեմն պատարագի ծեսի խախտման հետ կապված, քանի որ պատարագը ինքը Քրիստոսի զոհաբերությունն է, այստեղ ես պատարագի ժամանակ չէի նշել թեմի առաջնորդի անունը, որովհետև այնտեղ
անդադ սրբազան բառերն էր օգտագործվում, իսկ ես չէի ուզում, հա, պատարակի ժամանակ, մանավանդ որ Քրիստոսի մարմինն ու արյունն եմ իմ ձեռքերի մեջ բռնել, օգտագործել մի բառ, որը այդ մարդու համար վերագրելի չէ, եւ ես մտածում եմ, որ դուք եք որոշում վերագրելի է թե վերագրելի չէ, կանոնագիր կա, տեսեք, այն բոլոր քայլերը, արարքները, որ իմ հանդեպ այդ եպիսկոպոսը կատարել է, ես արդեն իսկ իր հոգևոր լինելը կասկածի տակ եմ դնում։ Այո, ինձ համար շատ կասկածելի է իր վարքը, որտեղ առհասարակային գործունեությունը, որ ինքը ծավալել է, ես դա ոչ միայն հոգևոր չեմ համարում, այլ նաև մարդկային չեմ համարում։ Եվ դրանից ելնելով ես այո այդ որոշումը կայացրել եմ։ Ձեր սուբյեկտիվ կարծիքից ելներով դա միայն ձեր կարծիքն է, բայց կա եկեղեցու կանոնագիր, կա, չգիտեմ, ծես մատուցելու կարգ, եթե ինքը դեռ թեմի առաջնորդն է, դուք որոշեցիք, դուք արեցիք, դա ճիշտ է։ Քանի որ ես իր համար այլևս թեմի քահանա չէի, որովհետև նույն կերպ, եթե օրենքներով նայելու լինենք, թեմում ժողովներ էին իրականացվում իր կողմից, եւ այդ ժողովների ժամանակ նաև քննարկվում էին այնպիսի հարցեր, որը պետք է նաև այսպես ասեմ հավատացյալների մասով օգտակար ու պիտանի պիտի լիներ, որ ես եւս լսեի, այդ ժողովների ներկա լինեի, այդ հրահանգները ստանայի եւ ունենայի, այդ մարդը ինձ արդեն իսկ եկեղեցուց դուրս էր դրել, հետեւաբար առաջին քայլը իր կողմից էր արված, կանոնը իր կողմից էր խախտված եւ յուրաքանչյուր բան գիտեք, որ հայելային էֆեկտ ունի, պետքա նաեւ պատասխանը լիներ իմ կողմից։ Այսինքն անձնական հարաբերությունների հիման վրա եւ դուք եւ Մկրտիչ։ Այո, ես նաեւ ամենայն հայոց կաթողիկոսին խնդրել էի, որ այդ հարցը կարգավորեր, որովհետեւ քանի որ տեսա թեմի առաջնորդը հարցը տանում է փակուղի եւ իր գերնպատակը իմ հոգեվոր ծառայության կասեցումն է, այդ իսկ պատճառով որոշեցի դիմել ամենայն հայոց կաթողիկոսին, որ ինքը լուծում առաջարկի այս հարցին, իսկ կաթողիկոսը ոչ միայն առաջարկեց, այլ նաեւ լուծումը տվեց հստակ, բայց որից հետո իր քրոջ որդին, թեմի առաջնորդը չհարգեց ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը եւ հիմա կասեք ինչու չեմ շեշտել իր անունը, հաստատեմ ինչու չեմ շեշտել, որովհետեւ միջև այդ պահը ես ամենայն հայոց կաթողիկոսի պաշտպանն էի եւ եթե մի հոգեվորական չէր հարգել ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը, որը նաեւ դիտարկում էի որպես եկեղեցու խոսք, միջև այդ պահը, հետեւաբար այդ հոգեվորականը ինձ համար մերժելի էր։ Ուրեմն այս ամենից հետեւություն ամենայն հայոց կաթողիկոսը որպես այս ինստիտուտի, այսպես ասեմ, գլխավոր կերպար, ինքը պիտի հարգանքի արժանանար, իր խոսքը պիտի հարգանքի արժանանար եւ ցանկացած այլ հոգեվորական, որ այդ խոսքը կոտնահարեր, իմ կողմից պետքա պատասխան ստանար։ Իսկ իր քրոջ որդին եղել է այդ մարդը։ Կա հստակ կանոնակարգ։ Պատարակ մատուցելուց պետք է հնչի։ Այդ մարդը դեռ թեմի առաջնորդն է, վեհափառը դեռ վեհափառ հայրապետն է։ Ես վեհապար հայրապետի անունը շեշտել եմ պատարակների ժամանակ, ես միայն չեմ շեշտել թեմի առաջնորդի անունը եւ իսկապես ինքը իմ համար առաջնորդ չի, ինքը համայնքի համար էլ առաջնորդ չի, հասկանում եք, այսինքն առաջնորդությունը դա գրածով չի, առաջնորդությունը դա կենցաղով է, այդ կյանքով է, դա պետքա մարդը իր կյանքով հաստատի դրա մասին, իսկ ինքը առաջնորդություն չի արել, դրա համար էլ որպես առաջնորդ տեղին չեմ համարել իր անունը շեշտել։ Դուք դատում եք։ Տեսեք, ուրեմն ես դատելու համար ունեմ շատ պատճառներ եւ կյանքն է դրա մասին փաստում վկայում։ Այդ մարդը բացարձակ վերաբերմունք չի ունեցել իր համայնքի անդամներին։ Ես լսել եմ ձեր նախորդ հարցազրույցները, այստեղ լրագրողներին հարցազրույցներից մեկի ժամանակ չեք նշել, չեք ասել ստել եք, թույլ տվեք այդպես ասեմ, որովհետև լրագրողը այդպես հարցրեց, որ ձեզ քննչական կոմիտե չեն կանչել, բայց հետո պարզվեց, որ կանչել էին։ Այսինքն խախտել եք եւս մեկ պատվիրան Աստվածաշնչի։ Հետո դուք միշտ ասում եք հրահանգել են։ Ինձ հրահանգել են, ես գնացել եմ ցույցի։ Ինձ հետո ասացիք քննչականը հրահանգել է չխոսել այդ մասին։ Այսինքն հիմա դուք էլ գիտեք, որ ձեր ընդդիմախոսները ասում են այս ամեն ինչը թե հարցազրույցը հայտնի հանրայինին, թե մնացած ձեր գործողությունները հերթական հրահանգն է։ Ինչու պիտի ժողովուրդը այդպես չմտածի։ Այն մարդիկ, ովքեր որ ինձ ճանաչում են, այդ կարծիքը չեն կիսում։ Մեզ համար վերջապես գլխավոր նպատակը պետքա լինի եկեղեցու մաքրումը եւ այս նպատակին հասնելու համար մենք պատրաստ ենք նաեւ որոշակի, այսպես ասեմ,
խոսքային նաև գործողությունների, ինչը կարող է ժամանակից շուտ այս process-ը վնասել։ Այդ իսկ պատճառով մենք գնացել ենք այդ քայլին։ Այդ պահին չասելու, որովհետև ես ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ովքեր որ այդ հարցազրույցը լսել են եւ ես այդպես եմ ասել, հա, ես սխալվել եմ, պետքա երևի ուրիշ ձև ձևակերպեի, ինչը իմ կողմից սխալ եղել ու ես հիմա այն հազարավոր մարդիկ, ովքեր որ դա այդպես լսել են, ես ասում եմ, որ այո, ես այդ բանին սխալ եմ վարվել, պետքա շրջանցեի այդ հարցը, պետքա դրա մասին առհասարակ չխոսեի, ասեի, որ հարցը անցանք, ուրիշ հարց տվեք, ուրիշ հարցի կպատասխանեմ, բայց լավ հասկանալով ուրեմն պահի լրջությունը, թե սա ինչքան կարևոր է հենց առաջինը մեր սուրբ եկեղեցու համար, որոշել եմ այդ կերպ պատասխանել։ Հրահանգելով գնաք ցույցի, հիմա հրահանգելով նման քայլերի եկեղեցուն մաքրելու անվան տակ։ Տեսեք, ցույցերի հրահանգները, որոնց մասին որ դուք խոսում եք, վերջապես կան process-ներ, որը մարդու մեջ պետքա տեղի ունենա։ Մենք անշուշտ կարող ենք որևէ մեկ մարդու կամ դեպքի հետ կապված ունենալ, հա, որոշակի հայացքներ, բայց եւ նաեւ ժամանակը մեզ ստիպում է կամ պարտադրում է, որ մենք փորձենք այդ ամենի մասին ավելի խորը վերլուծություններ անել։ Եվ ես հավատում եմ, որ մարդը նաեւ զարգացող էակ է, եւ այս իմաստով այն բոլոր մտքերը, որ մենք կունենանք, հնարավոր է, որ այդ պահին չկարողանանք դրա հետ կապված ճիշտ վերլուծություններ անել եւ արձագանքել, բայց ժամանակը շատ հարցերի պատասխանները տալիս է եւ արդեն մեր խիղճն է նաեւ, որ մեզ ստիպում է նաեւ որոշակի բաներ անել եւ արձագանքներ ունենալ այդ հարցերի հետ կապված։ Այո, 2021 թվականին այդ ցույցերին ուրեմն գնացել եմ, այն ժամանակ 2-3 տարվա հոգևորական էի, շատ բաներ չգիտեի, շատ բաներ չէի հասկանում, 2023 թվականին այլևս ավելի հասուն կերպար էի, այսպես ավելի դժգոհությունս մեծ էր այնտեղ լինելու համար, բայց եւ նաեւ տեսեք անցել է 2 տարի եւ այն բոլոր դեպքերն ու իրադարձությունները դրան հաջորդիվ որ տեղի ունեցան, կատարվեցին, իմ մեջ շատ հարցեր առաջացրեց եւ ես փորձեցի այդ հարցերի պատասխանները իմ մեջ ունենալուց հետո որոշակի վարք դրսևորել։ Այնպես որ մի զարմացեք, որովհետեւ ես միանգամից հոգեվորական էլ չեմ դարձել, դրա համար ճանապարհ եմ անցել եւ եկավ հասավ մի կետ, մի պահ, որ ստանձնեցի քահանայությունը, բայց այս ամենի համար զարգացում է պետք ու եթե մենք պետք է ասենք այ 5 տարի առաջ sense բաներ եղել, դու sense չես մտածել, դրանով նաեւ մենք ասում ենք, որ զարգացումը մի տեսակ ոչ թե դեմ ենք, այլ նման բան չի կարա լինի։ Ասել կուզեմ, որ հիմա կարող է 3 տարի հետո ես այլ մտքեր ու գաղափարներ ունենամ եւ հարցազրույց տամ նորից 3 տարի հետո դուք ասեք այ 3 տարի առաջ այսպեսի բան ասեցիր։ Ինձ թվում է, որ նորմալ է։ Այսինքն հիմա հավաստիացնում եք, որ ճակերտավոր ասեմ եկեղեցին մաքրելու հրա այդ ձեր սկսած գործը հրահանգով չի իշխանության։ Դա իմ խիղճն է։ Վերջապես տեսեք որևէ մեկ հոգեվորական գնացեք ու կուզեք հարցազրույց վերցրեք։ Այս մասով չի կարող հերքել, որ եկեղեցում խնդիր չկա։ Եկեղեցում ահռելի շատ խնդիրներ կան։ Եվ ինչ որ մեկ օր պետքա սրա մասին խոսվեր։ Շատ եմ մտածել ինչու հենց ես եղա այդ մեկը, որ սկսեցի դրա մասին խոսել եւ բարձրաձայնել, բայց եւ նաեւ այստեղ Աստծո նախախնամությունն էլ եմ տեսնում։ Եկեղեցին պետք է մաքրեն աշխարհիկ մարդիկ։ Այդ ինքնամաքրում, որ ասում եք եկեղեցին պետք է մաքրվի մաքրի Փաշինյանը իր այդ բառապաշարով, չգիտեմ հետևում եք թե չէ, երեք ինչ էր ասում վեհապար, ինչ էր խոսում վեհապար Հայրապետի մասին, դա ձեզ համար ընդունելի է ու ինքը պետք է մաքրի եկեղեցին։ Շատ լավ հարց եք տալիս։ Ուրեմն ունենք շատ հոգևորականներ, որոնք որ աշխարհիկ մտածողություն ունեն, իրենց կենցաղով, խոսքից սկսած մինչև շարժուձև աշխարհիկ են այդ մարդիկ։ Ուղղակի իրենց եւ աշխարհիկներին բաժանում է շորը։ Եվ նաեւ ունենք շատ աշխարհիկներ եկեղեցու մեջ, որ ավելի շատ հոգևոր են, քան հոգևորականները։ Ես նաեւ իմ մասին եմ խոսում, հա։ Ես մի օր հարցազրույց կուզենամ տալ եւ խոսել իմ մեղքերից, որովհետեւ եթե ես դա չանեմ, կնշանակի, որ ես բոլորին մեղադրում եմ ու ես ամենալավն եմ, բայց ոչ,
ոչ ու էլի ոչ։ Ես էլ շատ մեղավոր մարդ եմ, բայց գիտեք, ոնց որ եկեղեցու հայրերի մոտ կա, չէ՞, ասում է, կան մեղքեր, որոնք որ փոշե նման են, եւ կան մեղքեր, որոնք որ ցեխա նման են։ Հիմա այն ինչը որ փոշե նման է, արագ ապաշխարությամբ ոնց որ դու կարողանում ես դա քեզանից վանել, հեռացնել, բայց այն ցեխանման մեղքերի համար անհրաժեշտ է նաև ավելի շատ ժամանակ։ Այս առումով, տեսեք, եթե աշխարհիկը կխոսա եւ կունենա այնպիսի գաղափարներ, որը որ Քրիստոսի եկեղեցու համար է եւ այս ամենը կարող է Քրիստոսի եկեղեցին ավելի լավը դարձնել, ես դեմ չեմ, որ այդ մարդը խոսա։ Կակեբեի գործակալներ հիմա խոսում արդեն Հովանավանքը, մյուս եկեղեցիները վերցնելուց եկեղեցու հայտ տիրապետությունից, այսպես ասեմ, այս ամենի հետ, այդ բառապաշարի, այդ խոսույթի հետ դուք հաշտ եք։ Տեսեք, խոսույթի մասով մի բան կուզեմ, որ անպայման սա շեշտվի։ Ասում են, որ այս շարժումը հակաեկեղեցական է, եւ Facebook-յան տիրույթում բոլոր այն մարդիկ, ովքեր որ պաշտպանում են եկեղեցին, 90 եւ ավել տոկոսը հայհոյող են, 90 եւ ավել տոկոսը անիծող են։ Հիմա տեսեք, եկեղեցին պաշտպանում են, մայրաթոռը պաշտպանում են այնպիսի մարդիկ, որոնք որ իրենց հոգևոր վիճակի մեջ անիծող են, հայհոյող են։ Ոնց կարող ես հայհոյանքով Քրիստոս պաշտպանել։ Ոնց կարող ես անեծքով եկեղեցի պաշտպանել։ Հասկանում եք, այստեղ դրա համար եմ ասում, այս ամեն ինչը եկեք չասենք, հա, ԿԿԲ, ինչ որ ինստիտուտների անուններ տանք։ Եկեք նայենք որպես մարդ։ Հայ առաքելական եկեղեցին պաշտպանողը ոնց կարա անեծքով եկեղեցի պաշտպանի այն դեպքում ոնց կարող է, տեսեք, կանրադառնամ այս թեմային։ Ոնց կարող է եկեղեցին, հա, պղծությունից պաշտպանողը պիղծ բերանով եկեղեցի պաշտպանել։ Այսինքն այստեղ էլ խնդիր կա, հասկանում եք, տեսնում եք, այստեղ էլ խնդիր կա։ Ինձ համար այս ամեն ինչը նրա մասին է, նրա համար է, որ ոչ այն կողմը հայհոյի, ոչ այն կողմը հայհոյի, ու վերջապես Աստծո խոսքը թող հնչի, աղոթքը թող հնչի, սա է մեզ համար կարևորը։ Ինչ վերաբերվում է հակառակ կողմին, անշուշտ ես նաև հակառակ կողմի, եթե հայհոյանքներ են հնչում, դրան էլ եմ դեմ։ Եթե վարչապետի մասով եք ասում, այնտեղ ինքը բառեր օգտագործել, որ չեմ ուզենա կրկնել, ես նաև համացանցով նկատեցի, որ վարչապետը այդ խոսույթի հետ կապված, որ իրենն էր եղել, հանրությունից ներողություն էր խնդրել։ Այսինքն ինձ համար ամենակարևոր բանը նա է, որ մարդը երբ որ թեկուզ սխալ արարք է անում կամ մեղք է գործում, այդ մեղքի մեջ չմնա, այլ ապաշխարի այդ մեղքից։ Հիմա փաստացի այդ մարդը այն խոսույթը, որը ունեցել է, որոշ ժամանակ անց այդ խոսույթի համար իր հանրությունից ներողություն է խնդրել։ Իսկ հիմա ինչ է, ես սխալ եմ ասել, ասում ա կներեք, որ ասել եմ, այդ մեկ։ Երկրորդ, եթե երեք նույն խոսույթը շարունակել է ավելի վատ ձևով։ Երրորդ, երբ որ ասում է, այս կվերցնեմ, այն կվերցնեմ, պետքա վերադարձվի, չգիտեմ ինչ լինի, դուք օրինակ Հովանավանքի մասով էր ասել։ Նորմալ է դա, ճիշտ է։ Ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Հայաստանի այս առաքելական եկեղեցու հետևորդ է, ինչքան էլ որ դա ձեզ համար ծիծաղելի լինի, բայց դուք չեք կարող մարդկանց հավատը կշռել եւ իմանալ ով է կեղծ, ով է անկեղծ։ Սա եկեք անհատներից թեկուզ Նիկոլ Փաշինյանը չլինի, մեկ ուրիշը լինի, ընդհանրապես գործերն են վկայում մարդկանց դրա մասին։ Հիմա ամեն դեպքում հոգեվորականության գործերն էլ չեն վկայում իրենց հավատի մասին։ Աշխարհիկները կարող են թերի հավատ ունենալ կամ իրենց հավատը գործերով ամբողջությամբ չկարողանալ արտահայտել, բայց երբ որ սա անում են հոգեվորականները, որոնք կոչված են պահելու, պաշտպանելու մեր հավատը, բայց առաջինը հավատին հարվածողները հենց իրենք են, այն ամեն ինչ որ կատարվում է, հենց այդ գործելակերպն է հակաեկեղեցական։ Իմ շարժումը, որ այս ամեն ինչը կա գոյություն ունի, այ հակաեկեղեցական այդ 25 տարիների շարժման մասնակիցների դեմը առնելն է։ Փաշինյանն ասում է վեհափառ հայրապետը աթեիստ է։ Կիսում եք այս կարծիքը։ Մի քիչ առաջ ես մի բան ասացի, որ մարդկանց հավատը չեմ կարող կշռել, բայց Հակոբոս Առաքյալի խոսքը կհիշեցնեմ։ Ասում է հավատն առանց գործերի մեռած է։ Ու կսահմանափակ եմ։ Հիմա ինչ որ եկեղեցական կարգ կա, որ դուք բողոքարկեք ձեր կարգալույծ լինելը եւ հիմա ձեզ ինչպես դիմենք, պարոն Ասատրյանով։
կանոնական մի բանի մասին կուզեմ խոսել ձեզ հետ եւ կուզենամ որ դուք սա իմանաք, որովհետեւ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը եւս չի մերժելու իմ այս ասածը։ Երբ որ մենք ձեռնադրվում ենք, մենք նաեւ օծվում ենք ձեռնադրության ժամանակ։ Օծմամբ Սուրբ Հոգու շնորհներն ենք ստանում ձեռնադրությամբ եւս։ Եվ մենք այդ պահից սկսած այլևս օծված ենք եւ մեր օծումը Աստծուց է։ Որևէ մեկը մեր օծումը մեր ձեռքից չի կարող վերցնել։ Անկամ երբ որ քահանային կարգալույծ են անում, կարգալուծությամբ թույլ չեն տալիս, որ ինքը հոգևոր ծառայություն իրականացնի, բայց խորքում այդ մարդը մնում է քահանա եւ մեռնում է քահանա։ Հիմա ինչքան էլ, գիտեք, երբ որ վերականգնում են կարգալույծ եղածին, մի հատ պահպանիչ աղոթք են ասում են վերջ դու կարող ես քո քահանայությունը շարունակել։ Իսկ ինքը խորքում քահանա է, իրեն նորից չեն օծում, իրեն նորից չեն ձեռնադրում։ Ընդամենը սահմանափակում են իր քահանայագործելու իրավունքը։ Հիմա այս բողոքարկելու մասով։ Այո, ես պատրաստվում եմ բողոքարկել, համաձայն չեմ այս ամեն ինչի հետ։ Ուսումնասիրելու եմ, օգտվելու եմ իմ իրավունքներից, օգտվելու եմ ոչ միայն ինձ համար, այլ նաև իմ ժողովրդի համար, որովհետև այն խոսքը Աստուծո, որ հնչում է իմ բերանից ու հասնում է մեր հավատացյալների ականջներին, դա իրենց կյանքերը փոխում է եւ ես այս ձևով նաեւ մտածում եմ նրանց ականջների մասին, թե ինչ են լսելու։ Ամեն դեպքում այսքան տարի չի լսել այդ մարդկանց ականջները Աստծո խոսք, այստեղ որևէ մեկին, գիտեք, մի բան կուզեմ ասել, երբ որ ես ընտրեցի Հովանավանքը, ինձ ասեցին մի գնա այնտեղ։ Ասեցի ինչի, ասեցին, որտեվ սոված կմնաս, բոլոր քահանաները այնտեղ գնալուց հրաժարվում են։ Իսկ ես ընտրեցի Հովանավանքը, ասելով վերևն Աստված կա, ես Աստված ունեմ ու հավատացած եմ։ Եվ այս գյուղի մարդիկ զրկված էին Աստծո խոսքը լսելուց։ Այս համայնքի մարդիկ չէին լսում Աստծո խոսքը։ Եկա ու Աստծո խոսքը հնչեց։ Եվ ավետարանը մի լավ խոսք ունի, ասում է գոմում կալանող եզանդունչը մի կապիր։ Այդ բերանը պետք չի փակել։ Վերջապես այդ բերանը խոսողը այդ բերանի միջոցով Աստված է։ Եթե անգամ իրենք ինձ հետ խնդիր ունեին, կարող էին հարցը այլ կերպ լուծել, բայց պատժելը եւ հեռացնելը սա արդեն անձնական ամբիցիաների հարց է։ Հիմա դուք կարգալույծ եք, բայց հայտարարել եք, որ Կիրակի պատարակ եք անցկացնելու, Փաշինյանն էլ հայտարարել է, որ մասնակցելու է, ինչպես։ Քանի որ ես համարում եմ, որ իմ իրավունքները ոտնահարված են, քանի որ ես այդ հանձնախումբի ուրեմն որոշումները չեմ ընդունում, ինչու, որովհետև իրենք արդար հանձնախումբ չեն եւ եթե արդար էին դրանից առաջ էլի եմ կրկնում մինչեւ ինձ կարգալույց անելը պետքա անմիջապես ժամ առաջ հավաքվեին ու քննեին ձայնագրության հետ կապված ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը եւ եթե չեն արել ուրեմն իրենք արդարությունը կիրառելիս վախեր ունեն ու արդարությունը կիրառում են միայն այն մարդկանց հանդեպ ումից որ վախեր չունեն այս պարագային քանի որ իրենց սեփական իշխանությունն ասեմ, պաշտոնն ասեմ, իրենց համար ավելի կարևոր է եղել, քան արդարության վերականգնումը, հետեւաբար ես ոնց կարամ մի հոգևորականի, որը որ քաջ հովիվը չի, եկեղեցում ճշմարտությունը պաշտպանողը չի, իր խոսքը կամ ստորագրությունը, չնայած իրենք չեն արել, ես հավատացած եմ, որ որպես կարգապահական հանձնախումբ էլի եմ ասում, իրենք այդքան լիազորություններ չունեին ինձ կարգալույց անելու համար, որովհետև կարգապահական հանձնախումբի եպիսկոպոսներից մեկը նախորդ օրը ինձ մոտ էր եղել եւ ամբողջությամբ հա իմ գաղափարները կիսել էր եւ ասել էր որ Տեր Արամեն ինչ որ դու անում ես ճիշտ ես անում ու լավ ես անում ու հաջորդ օրը անունը կներեք չեմ տալու հաջորդ օրը այդ մարդը արդեն վախից ելնելով ստիփած ստորագրում է իմ կարգալուծությունը բայց իհարկե էլի եմ ասում այդ մարմինը այդքան լիազորություններ չունի նման բան անելու սա ուղղակի ամենայն հայոց կաթողիկոսը ստեղծել է այդ մարմինը որ իրենց անունով էս ամեն ինչը կազմակերպել դուք ասում եք բողոքարկելու եք պետքա նայեք հիմքերը ինչու չսպասել դրան վերականգնվել հետո ինչու ինչ որ սադրիչ բաների գնալ էլի ինչու գիտեք ասում է իրանք արել են մի բան որը որ վնասել է
օրենքի կոպիտ խախտումներով, հա, մեր համայնքային կյանքը, վերջապես այն օրենքի, որ իմ իրավունքները, այսինքն լսված լինելու իրավունքը չի պահվել։ Ես չեմ գնացել, նորից եմ կրկնում, որ նպատակ եմ ունեցել։ Հիմա եթե ձեր հարազատը զանգի ու ասի արի, չեք հարցնի ինչի համար։ Ես էլ եմ հարցնել։ Արի կասեմ, ես այդպես չէի անի։ Գոնե մի հատ կհարցնեի, դե տեսեք մտքերի տարբերություն ունենք։ Քանի որ ես գիտեի, որ իրենց կանչելու նպատակը բարի չէ, դրա համար փորձում էի ճշտել։ Եվ գիտեք, որ Փաշինյանը պատրաստվում է գնա վեհարան, այսպես ճակերտավոր ասեմ, Ազատի վեհարանը, դուք էլ արդեն հաստատել եք, որ դուք էլ եք մասնակցելու։ Հաստատում եք նորից մասնակցելու եք, գնալու եք վեհափառի դեմ։ Ես երբ որ այդ արտահայտությունը արել էի, ես նաև շարունակության մեջ ասել էի, որ իրենց ժամանակ եմ տալիս, որ իմ կարգալուծության հարցը վերանայեն, բայց ամենայն հայոց կաթողիկոսը անդրդվելի մնաց ու չարեց, այսինքն ինքը անարդարությունը հաստատողը եւ մակագրողը եղավ, հետեւաբար նաեւ այս ամբողջ անարդարության պատասխանատուն դարձավ, հետեւաբար եթե որպես ամենայն հայոց կաթողիկոս ինքը արդարության պաշտպանը չի եւ այս նախորդ տարիների բոլոր այս կարգալուծությունները հաշվի առնելով թե ինչքան բայց դա ձեր ասած անարդարությունը, դուք եք ասում անարդարությունա, մարդիկ պատճառներ են բերել։ Հարցի ինչն է իմա նորից ասեք։ Ընդհանրում եմ, ոչ թե հարց, այսինքն ձեր մեկնաբանմամբ է դա անարդարություն, համաձայն չեք։ Յուրաքանչյուր մարդ պետք է ունենա իր մեկնաբանությունը յուրաքանչյուր հարցի հետ կապված։ Չէ՞։ Հիմա իրենք իրենց սեփական մեկնաբանությունները կանոնակարգել եմ ասում, հիմքերն եմ ուզել, թե ինձ ինչ հիմքերով են կարգալույց արել, բայց այդ հիմքերը ասում եմ շատ անորոշ է։ Շատ անորոշ է։ Ասում է այո, պատրաստվում եմ բողոքարկել, բայց քանի որ ինձ համար հստակ չի եւ նաեւ կարգալուծությունս էլ վավերական չեմ համարում, որտեվ օրենքի խախտում են արել եկեղեցական կանոնագրքից, հետեւաբար չեմ պատրաստվում քահանայություն չանել, մինչեւ չհստակեցնեն իրենք։ Հիմա մասնակցելու եք օրինակ դիցու 27-ին, ամսի 27-ին գիտենք վեհափառի օծման օրն է, Փաշինյանը գնաց եկեղեցու դեմ։ Գնալու եք։ Նմանատիպ լուրեր չեմ լսել, որ 27-ին գնալու է։ Թող լինի 28-ին, 29-ին, եւ այս հարցին առայժմ չեմ պատասխանի։ Ինչու։ Նպատակահարմար չեմ համարում այս պահին այդ հարցին պատասխանել։